Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի տեսանկյունից կարևոր է, որ Բրյուսելը դադարեցնի և չնպաստի ապատեղեկատվական արշավների տարածմանն ու ֆինանսավորմանը, որոնք էապես խոչընդոտում են Վրաստանի և Եվրամիության հարաբերություններին, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարը։ Ըստ Մակա Բոջորիշվիլու Վրաստանի շահերի դեմ ուղղված մի շարք արշավներ են եղել հիմնված ստի և ապատեղեկատվության վրա։ Ժնևայցի շրջանակում Բոջորիշվիլին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Կողմերը քննարկել են Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը, ինչպես նաև կազմակերպության օրակարգային արդիական հարցեր։ Ընդգծվել է Եվրոպայի խորհրդի շրջանակում Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությունը։ Ուշադրություն է դարձվել երկրում առկա ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաև քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Վրաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տուրկի հետ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասշտաբային ներդրման մասին, որը վերաբերում է մոտ 300 սուբյեկտի։ Նշվում է, որ որպես ռուսական ապատեղեկատվության տարածմանը մասնակից պատժամիջոցների տակ են հայտնվել նաև վրացական Imedi TV և Post TV հեռուստաալիքները։ Պաշտոնական հայտարարության համաձայն վերոնշյալ հեռուստաընկերությունները պարբերաբար հեռարձակում են նյութեր, որոնցում տեղ են գտնում ռուսական նարատիվներ։ Պատժամիջոցները ենթադրում են ակտիվների սառեցում, հավատարմագրային կառավարման հետ կապված ծառայությունների մատուցման սահմանափակումներ, տնօրենների նկատմամբ սահմանափակումներ։ Ինչպես հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, ռուս-ուկրաինական պատերազմը երբեք չպետք է սկսվեր։ Պատերազմի 4-րդ տարելիցին նվիրված գրառման մեջ նշել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Սակայն մենք նախկինի պես տեսնում ենք ուժեր, որոնք ձգտում են շարունակել պատերազմը եւ աջակցում են դրան։ Եվ երբ բախվում են մեծ տերությունների շահերը, երկիրն ու ժողովուրդը, որոնց հողը դառնում է մարտադաշտ, վճարում են ամենաբարձր գինը։ Պապուաշվիլու խոսքով պատերազմը պետք է ավարտվի հնարավորինս շուտ, Ուկրաինան պետք է փրկվի։ Իսկ անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է հիմնված լինի ինքնիշխանության, ազգային ինքնության նկատմամբ հարգանքի սկզբունքի վրա։ Վրաստանի խորհրդարանի խոսնակը նշել է, որ Թբիլիսին պատերազմի առաջին իսկ օրից խաղաղության քաղաքականություն է վարում, մինչդեռ Վրաստանին փորձում են ներքաշել պատերազմի մեջ։ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն հանդիպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։ Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև ռազմավարական գործընկերության հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրի միջև քաղաքական հարաբերություններին և խորհրդարանական մակարդակով համագործակցության դինամիկային։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության ոլորտում առկա իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի կարևորությունը և դրա ազդեցությունը տարածաշրջանային երկրների տնտեսական զարգացման վրա։ Վրաստանի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի պատվիրակությունը պաշտոնական այցով Բաքվում է, մասնակցելու Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների 10-րդ եռակողմ հանդիպմանը։ Կողմերը կքննարկեն երկրների միջև համագործակցության առկա և հնարավոր ոլորտները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։ Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օկթայը ևս ժամանել է Ադրբեջան, մասնակցելու եռակողմ հանդիպմանը։ Լրագրողների հետ զրույցում Օկթայը հայտարարել է, որ նախորդ նիստից ի վեր տարածաշրջանում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումը և Թրամփի ուղու շուրջ համաձայնությունը։ Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նախանշում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման սկիզբը։ Նրա խոսքով այդ գործընթացները դրական ազդեցություն կունենան նաև Վրաստանի համար փոխկապակցվածության ապահովման տեսանկյունից։ Օկթայը հանդիպումներ կունենա Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի, Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի և արտգործնախարար Ceyhun Bayramovի հետ։ Մինչև 2030 թվականը Թուրքիան կունենա 56 Eurofighter Typhoon կործանիչ։ Դրանք կմատակարարվեն Կատարից, Օմանից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից։ Նշվում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի մասնագետների առաջին խումբը ներառյալ օդաչուներ կմեկնեն Մեծ Բրիտանիա Eurofighter Typhoon կործանիչներով թռիչքների նախապատրաստման ծրագրերի շրջանակներում։ Անցած տարվա հոկտեմբերին Թուրքիան Միացյալ Թագավորության հետ 8 միլիարդ ֆունտ ստերլինգի համաձայնագիր էր ստորագրել։
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Իրանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում նշել է, որ բարձր է գնահատվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնվել շարունակելու աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Նախարարը նշել է, որ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Իրանի դեմ նոր ագրեսիայի հետևանքները չեն սահմանափակվի միայն մեկ երկրով և չեն մնա մեկ պետության սահմաններում, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Նրա խոսքով ցանկացած լայնամասշտաբ հակամարտություն անխուսափելիորեն վերաճելու է տարածաշրջանային ճգնաժամի և անդրադառնալու է հարևան երկրների շահերի վրա։ Պաշտոնյան նշել է, որ Ժնևում լարված բանակցությունների պայմաններում դա նախազգուշացում է արտաքին դերակատարների համար ուժային սցենարների դեմ։ Ղարիբաբադին վերահաստատել է, որ Իրանը չունի, չի ունեցել և երբեք չի ունենա միջուկային զենք։ Մինչդեռ Իսրայելի տրամադրության տակ զանգվածային ոչնչացման զենքի առկայությունը շարունակում է լուրջ մտահոգության աղբյուր մնալ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, Թել Ավիվը կպատասխանի մեծ ուժով։ Հրեական պետության ընդդիմության առաջնորդներից Յայիր Լապիդն էլ հայտարարել է, որ եթե Իրանի հետ պատերազմ սկսվի, Իսրայելի քաղաքական դաշտը կմիավորվի և կաջակցի Նեթանյահուին։ Իրանն ու Ադրբեջանը ավարտել են Արաքս գետի վրայով Աղբենդ Քելալե ավտոմոբիլային կամրջի շինարարությունը։ Այն կդառնա Արազի միջանցքի մաս, որը Իրանի տարածքով կմիացնի Ադրբեջանը Նախիջևանին, ինչպես նաև կդառնա Պարսից ծոցը Սև ծովին կապող ավտոմոբիլային երթուղու կարևոր մասը։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը հայտարարել է, որ կամուրջը շահագործման կհանձնվի սահմանային և մաքսային ենթակառուցվածքների շինարարության ավարտից հետո։ Իրանի Սպահան նահանգում մրգերի և բանջարեղենի մեծածախ շուկայում ուղղաթիռի ընկնելու հետևանքով 4 մարդ է զոհվել։ Սպահանի քաղաքապետարանի տվյալով զոհվել են օդաչուն և նրա օգնականը, ինչպես նաև շուկայում գտնվող 2 մարդ։ Դեպքի ճշգրիտ պատճառները պարզելու համար սկսվել է հետաքննություն։ Ուղղաթիռի վթարից հետո առաջացած հրդեհը մարվել է արտակարգ ծառայությունների կողմից։ Եվրամիությունը ներկա իրավիճակը դիտարկում է որպես նոր պատմական հնարավորություն Հարավային Կովկասի համար, հայտարարել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ հարցազրույցում։ Նրա խոսքով Եվրամիությունը վճռական է տրամադրված աջակցելու տարածաշրջանում խաղաղության առաջմղմանը և ամրապնդելու համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ։ Եվրամիության ներկայացուցիչը հավելել է, որ Բրյուսելի առանցքային ռազմավարական շահերից է բխում տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումը, ինչպես նաև Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և ավելի լայն տարածաշրջանի միջև կապերի ամրապնդումը։ Գրոնոն անդրադարձել է Նախիջևանի երկաթուղու վերականգնմանը Եվրամիության հնարավոր աջակցության հարցին, նշել այն Բրյուսելի համար տարածաշրջանային կապակցվածության խթանման առանցքային տարրերից մեկն է։ Պաշտոնյան տեղեկացրել է, որ այժմ աշխատանքներ են ընթանում ուսումնասիրություն սկսելու և համատեղ գործունեության պարամետրերը որոշելու ուղղությամբ։ Գրոնոն նաև հույս է հայտնել, որ նոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն տարածքների ականաձերծման ոլորտում Ադրբեջանին աջակցության ուղղությամբ։ Ադրբեջանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է ճանապարհային երթևեկության մասին և ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքներում կատարված փոփոխությունները։ Նախագծով սահմանվում է վճարովի մայրուղիներում երթևեկության առավելագույն արագությունը։ Մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատարների համար առավելագույն արագություն է սահմանվել 130 կմ/ժ, իսկ 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոբուսների, կցորդիչներով մարդատար ավտոմեքենաների և բեռնատարների համար կգործի 90 կմ/ժ արագության սահմանափակումը։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։